Այս տարի անհուսալի վարկ ունեցողներին արտոնություն տալու օրենք մտավ ուժի մեջ։ Անհուսալի վարկ ունեցող շուրջ 220,000 ֆիզիկական անձի հնարավորություն է տրվում մարել վարկը աշխատավարձից գոյացող եկամտահարկի վերադարձմամբ։ Ինչու է դա անում հիմա։ Ինչու է դա անում պետական բյուջեի միջոցներով։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին խոստացել է տուժ տուգանքների չեղարկում, ուր անհետացավ այդ խոստումը։ Այդ մարդը 2018 թվականից մինչև այսօր բազմաթիվ հնարավորություններ է ունեցել չեղարկելու, բայց բերել է ու անում է ընտրությունների շեմին, ու ոչ թե չեղարկում է, այլ պետբյուջեով լավություն է իբրանում։ Փաշինյանը հազարավոր խոստումներ է տվել, բարեկեցիկ կյանք խոստացել, հավատացել են, վարկեր են վերցրել, չեն կարողացել փակել, կամ չեն ուզեցել փակել, բայց ով է մեղավորը, որ Հայաստանի ամեն 9-ից 10 քաղաքացուց մեկը ունի անհուսալի վարկ։ Փաշինյանը որոշել է ներել տաքսիստներին 1 միլիարդ 342 միլիոն դրամի պարտքը։ Պարտքը երբ է կուտակվել 15-ից 19 թվականներին, տուրքերի եւ դրանց վրա գումարված տուգանքների տեսքով։ 19 թվականից անցել է 6 տարի, իսկ ինչու որոշեց հիմա չեղարկել։ Կարող էր չէ դա անել 2020-ին։ Ոչ էլ այդքան տուժու տուգանք կուտակված կլիներ։ Նախընտրական փուլ է, այդ տրամաբանությամբ է, չէ։ Նույն տաքսիստների Նիկոլը լիքը խոստումներ էր տվել, բայց ոչ միայն չկատարեց, այլև մտցրեց այլ տուրքեր, իսկ հիմա ամեն ուղևորից գանձվող հարկ։